Ինչպես պատասխանել անտակտ մարդուն։ Առաջին, երբ հնչեցնում են հարց շատ անձնական թեմայով, առանց ամաչելու, կաշկանդվելու պատասխանեք։ Ես նման հարցերը քննարկում եմ միայն մոտ անձանց հետ։ Նա դրանից անհարմար կզգա եւ կհասկանա, որ իրեն քիչ առաջ զրկեցին մոտ մարդկանց ցուցակից։ Բացի այդ, ինչ էլ հարցնի, դրանից հետո միևնույն է, քննարկումը լինելու է այլ թեմայով, ոչ թե իր հնչեցրած անցանկալի թեմայով։ Երկրորդ, եթե ձեզ տալիս են անտեղի խորհուրդներ, միանգամից ասեք նրանց. ես գնահատում եմ այն խորհուրդները, որոնց մասին ինքս եմ հարցրել։ Մնացած դեպքերում համարենք, որ դա չէիք ասել, բայց շնորհակալ կլինեմ, որ հաջորդիվ ինձ խորհուրդ տալուց առաջ սա հաշվի առնեք։ Եվ երրորդ, եթե ձեր խոսքը վերաձևակերպում են եւ հարցնում, ուզում եք ասել, որ դուք ու հնչեցնում են ձեր խոսքը փոփոխված տարբերակով, ապա կարող եք ասել. ես կփորձեմ մեկ անգամ էլ կրկնել խոսքս, որպեսզի ավելի հեշտ լինի պատկերացնել, թե ինչ էի ուզում ասել, որովհետեւ ես ասել եմ բառացի այն, ինչ ուզել եմ ասել, ու կրկնեք բառացիորեն ձեր խոսքը։ Դրանից մանիպուլյատորը կհասկանա, որ գործ ունի սթափ մարդու հետ, ու ձեր խոսքը երկրորդ անգամ վերաձևակերպելու դեպքում կարող է հայտնվել հիմարի կարգավիճակում։ Ավելին իմանալու համար համեցեք իմ Telegram-յան ալիք, ես այնտեղ ամեն օր խոսում եմ նմանատիպ թեմաներից։